ERT-ի եթերում այժմ վերլուծությունների ժամանակն է, հարգելի հեռուստադիտողներ, եւ մեր տաղավարում է բնականաբար վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը։ Բարև ձեզ, Արմեն։ Նախ եւ առաջ երևի անդրադառնանք փաստին, որ պատիվ ունեմը կրկին իմպիչմենտի մասին հայտարարություն է արել, վարչապետի իմպիչմենտի, սրան ձեր վերաբերմունքը եւ առհասարակ կարծես թե օլիգարխները, ովքեր նաեւ այդ կուսակցությունում են եւ մյուս հարակից կուսակցություններում, որոնք միանում են, իրար են խառնվել ընտրություններից առաջ։ Տեսեք, իրականում պարզ է, չէ, որ հիմա Փաշինյանը խաղաղության գործընթաց է սկսել եւ եկեք անկեղծ խոսենք, մենք մասնագետներս փորձում ենք հասկանալ, տեսնել այդ ինչ այսպես թաքնված բաներ կարող են լինել այդ խաղաղության գործընթացի մեջ, ինչպես դա կտանի Փաշինյանը, ուրեմն ինչպես կլուծվի։ Մենք դետալները դեռ չգիտենք։ Ինչ որ հիմա իրանք քննադատում են, ասենք ինչ որ հանձնել է, կապիտուլացրել է, Ամերիկային ա տվել, թուրքերի հետ միասին եւ այլն, դրանք ամբողջը ռուսական ռոպագանդա է, չինական ռոպագանդա է, իրանական ռոպագանդա է եւ այլն։ Այսինքն մեծ հաշվով ռիսկեր կան, մենք դա ասում ենք, բայց նաեւ ազնվորեն ասում ենք, սպասեք, մա դետալները կան, լինի մենք էլ ասենք։ Այսինքն հասկանում եք, իսկ մինչ այդ պահը իհարկե զգուշացնում ենք, իհարկե ասենք կանխատեսում անում ենք, իհարկե կարող ենք ասել հավատում ենք, թե չենք հավատում այս սցենարին եւ այլն, բայց անկեղծ խոսենք, Հայաստանի ժողովրդի երբ բացարձակ մեծամասնությունը խաղաղություն է ուզում։ Հիմա որքան էլ մենք տեսնում ենք ռիսկեր այդ խաղաղության process-ի մեջ եւ ասում ենք, որ այս պայմանագիրը լավ հնարավորություն է, ինչքան էլ որ իդեալական չի մեզ համար, բայց մեզ համար լավ հնարավորություն է տալիս դուրս գալու մեկ ուսացումից։ Խնդիրը մեր ցանկությունը, անկախ վերլուծաբանների, որպեսզի ճիշտ ուղղությամբ տարվի այս process-ը, որտեղ Ադրբեջանն էլ է փորձում օգտվել Ամերիկայի այսպես ազդեցությունից։ Հայաստանը պետք է կարողանա առաջ ընկնի այս մասով, հա։ Մի մեջբերում կարող եմ անել, այսօր նախագահ Թրամփը մենք մեր լուրերի ընթացքում ասացինք գրառում է, ասում է, որ հավերժ բարեկամություն է սա երեք պետությունների եւ Դուք ճիշտ եք, իդեպ ասեմ ձեզ, դա նշանակում է, որ այն պատվիրակությունը, որ գնացել է, խոսել է, եւ Հայաստանից գնացած պատվիրակությունը, ըստ էության մենք հետո հասկացանք, որ հենց այդ էր պատվիրակությունը։ Ի սկզբանե մեզ թվաց թե բան, բայց հետո բարդ ազգանուն էր Հենրի Հենը։ Հենրի հետ էլ հիշեցի։ Ինքը մի քանի օր մնաց փաստորեն բանակցեց տարբեր գերատեսչություններից, գնացին զեկուցեցին Թրամփին։ Ես ասեմ ձեզ, իրականում այն ինչ որ ադրբեջանցի պատվիրակությունը գնացել են, փոխանցել են ուրեմն Թրամփին, Թրամփի ազդակը կարելի է այս իրավիճակում ասել անգամ մեր օգտին էր։ Մեր օգտին էր ինչու, որովհետև այն ինչ որ ինքը ասեց, Ալիևին ակնարկ էր, որ մի թփրտա, արդեն խաղաղություն է։ Իմ տպավորությամբ, հա, չեմ ուզում շարժան գնել, բայց այդպիսի տպավորություն ունեմ, որ բայց հավատացեք, այս process-ը դեռ շատ այս ջուրը, այնքան ջուր է քաշելու այս խմորը, չեք պատկերացնի։ Եվ այս պահին Փաշինյանի խաղաղության օրակարգը ես կարծում եմ պոպուլյար է ժողովրդի շրջանում։ Այդուամենայնիվ, որքան էլ որ փորձում են վախեցնել, ինչ էլ որ փորձում են անել, եկեք իրատես լինենք այս պահին, այս process-ում ոչ մեկ չի դուրս գալու, էլի նույն մասսան, որ այս, չգիտեմ, Ռուսաստանի մղումով, չգիտեմ, որոշ մոլորվածներ, նախկին կոռումպացված կոռուպցիոներներ, որոնք միջին եւ ցածր կլասի, որոնք զրկվել են կոռուպցիայի աղբյուրից, այսպես եկեղեցին, բան եւ այլ, ովքեր որ այդպես այդ դժգոհները անպայման կան։ Մի քանի հազար մարդ կհավաքվի, բան չունեմ ասելու, բայց մեծ հաշվով դա բավարար չի երկրում իշխանություն փոխելը։ Հայտարարությունը ամբողջությամբ նախընտրական է։ Բացի դրանից, եկեք համաձայնենք, մնացել է 8 ամիս։ Այո, 8 ամիս է մնացել, 8-9 ամիս է մնացել ընտրություններին, ձեռք առնում, այսինքն հիմա, այսինքն հասկանաք, այսինքն որևէ այս իրավիճակում, երբ որ չկա բացահայտ տրիգեր, հա կարող է կան դետալներ այդ պայմանագրի, որ մենք բոլորս տեսնենք, որ այնտեղ ինչ կա բացահայտ դավաճանական կա, բայց չկան այդ դետալները, չկան, եւ դու հիմա անում ես հայտարարություն, դա նշանակում է, որ դու անում ես բացարձակ, ուրեմն կամ չգիտեմ Թրամփը քեզ կամ Ալիևը անձամբ ինչ որ բան են ասել, որ դու գիտես, կամ էլ դու բացահայտ նախընտրական հայտարարություն ասում, ինչու։ Եվ սա ամենամտահոգիչ մասն է, տեսեք։ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտը փորձում է պահել անսեռ վիճակում, հիմնականում անսեռ պլյուս Ռուսաստան։ Անսեռ պլյուս Ռուսաստան, այսինքն ՔՊ-ն ինքը համ արևմտամետ է, համ ռուսամետ է, համ ամեն ինչ է, ինքը չունի իզմեր, մյուս ընդդիմությունը խորհրդարանում հստակ ռուսամետ է, ակնհայտորեն ռուսամետ է։ Եվ տեսեք, Գյումրիում են ինչ որ տեղի ունենում, դա մեծ ռեպետիցիա է, այսպես ասած, հա, բանը։ Եվ սա մտահոգիչ է ինձ համար։
որովհետև այն ռեսուրսները, որ ունեն նախկինները, դուք նշեցիք օլիգարխներ, մենք հեսա մոտարապես դրանք անդրադառնանք։ Այն ռեսուրսները, որ ունեն այո, այն ռեսուրսները, որ ունեն նախկինները, այդ ռեսուրսներով ուրեմն կարելի է շատ ակտիվ ընտրարշավ անել։ Մենք գիտեք ինչ ենք, մենք մարդիկ մտածում են, դե բոլորն էլ ամեն ինչ գիտեն, հասկանում են ոչ, եթե բոլորը ամեն ինչ գիտեին, հասկանային, Ռուսաստանում այդ վիճակը չէր լինի, որ մարդիկ ուղղակի տոտալ 100 միլիոնից ավել մարդ ուղղակի կերել այդ ռոպագանդան ու այսօր, ասենք, հոտի պես նստած նայում է ոնց է Պուտինը իրենց երկիրը կործանում, հա, եւ այլն, կոպիտ ասած։ Այսինքն, տեսեք, քարոզչությունը, ռոպագանդան դա ամենավտանգավոր զենքն է։ Եվ փողը, որը սնուցում է այդ ռոպագանդան, վճռական դեր է խաղում։ Ուզենք, մենք թե չուզենք։ Եվ մի ամիտ է պետք մտածել, որ չգիտեմ, Մալիշկա գյուղի բնակիչը, հասկանում եք, ինքը տենց դեմոկրատիայի կողմնակիցը հատկապես, որ գիտեք ով է, օրինակ, իրանց սպոնսորը Ռուսաստանից կամ ում են տենց իրանք պաշտում, հա, կամ չգիտեմ, նույն Տաշիր կամ եւ այլն եւ այլն։ Այսինքն պետք է հասկանալ, որ այդ ռոպագանդան շատ վտանգավոր է։ Եվ ընտրությունների ժամանակ, տեսեք, այն ուժերը, որ իրենց դիրքավորում են որպես արևմտամետ, Facebook-ում են։ Facebook-ում են, ինչ որ YouTube-յան ալիքներում են, առանձնապես ինչ որ էլի դիտումների վրա, բայց մենք տեսանք, որ այդ դիտումները առանձնապես ոչ մի բան իրենց չտվեցին, ոչ 21 թվականին չտվեցին, Գյումրի ընտրություններում չտվեցին այդ դիտումները իրենց։ Մարդիկ ակնկալում են հստակ գործողություններ, հստակ քայլեր, հստակ դիրքորոշում, որը իրենք չունեն։ Չունեն, որտեղ իրենց երևի չի ասվել, որ պետք է, այսինքն հստակ գործողությունների դիմեն, հա, դաշտը թողել են ռուսամոլներին, ռուսական ընդդիմությանը, որ Պուտինը հանկարծ չան հանգստանա, կոպիտ ասած, այս արևմտամետ դիրքավորված ընդդիմությունը ռեսուրսներ չունի շատ մեծ, նրանց չափ եկեք ասենք չունի, եւ ինքն էլ ոչ մի բան չի անում առանձնապես լուրջ քաղաքական դաշտում դիրքավորում չի անում, որ ընկալվի որպես ուժ։ Գուցե ժողովրդի հասունությունն են չի կարելի թողնել դրա վրա, ժողովրդին պետք է հասունացնել, հասկանում եք։ Ավելի։ Իհարկե, պետք է բացատրել, ժողովուրդը բոլորը մասնակից չեն, բոլորը վերլուծաբան չեն։ Եվ այս իմաստով շատ վտանգավոր է, թե ընտրությունների ժամանակ էլ ինչ փողեր կարող են կպնել, եւ ինչ կարող է լինել, այո։ Բայց արդեն գովազդից հետո։ Շարունակում են վերլուծությունները ERT-ի տաղավարում, մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, նա տեղեկացրեց, որ պատիվ ունեմ կուսակցությունը կամ խմբակցությունը ազգային ժողովում իմպիչմենտ է հայտարարում վարչապետ Փաշինյանին։ Այո, հայտարարություն է անում, ինչքան ձայն կհավաքեն, ինչպես դա կստացվի, ակնհայտ է, որ չի ստացվի, որտեղ իրենք գոնե թվով հաստատ։ Հա, այսինքն մենք ֆիքսեցինք, որ սա նախընտրական է, որտեղ այսօր պատիվ ունեմի, տեսեք, վերջին շրջանում նկատել եք, չէ՞, այդ հակամարտությունը Հայաստան դաշինքի հետ թաքնված Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, այո, իրենք տարբեր են, ասենք, այնտեղ պայքար է գնում։ Տեսեք, առաջ պայքար էր գնում, որը ավելի շատ Պուտինին բան, հիմա աշխարհական իրավիճակը փոխվել է, պատիվ ունեմա փորձում է Պուտին, Իրան, Չինաստան այդ կողմի վրա պահել բալանսը, հաջողանալ, հա, որտեղ իրենք լավ հասկանում են, իրենք փորձում են այսպես Պուտինին հաջողանալ, մուրազների իհարկե փորներն է մնալու, բոլորի, ովքեր փորձում Պուտինին հաջողանալ, իրավիճակը չհասկանալու պատճառով, հա, բայց ամենը մենք տեսապես կախված ենք, էլի։ Այսինքն միտքս որն է, իրենք այսօր, իրենք Գյումրի սցենարը տեսակ, չէ, իրենք ստիպված, այսինքն տվեցին ըստ էության Ռուսաստանի տեխնացուին։ Հիմա ազգային ժողովից առաջ պարզա չէ, ասենք, որ իրենք այս պայի դրությամբ, օրինակ նույն այդ ռուսական թևը հիմա էլ Սամվել Կարապետյանին են, չէ, փորձում այսպես առաջ բրթել, ռուսական թևը շատ ավելի հզոր է, քան պատիվ ունեմ այս պահի դրությամբ, հա, եւ բայց իրենք Սերժը պարտադիր պետք է մասնակցություն ունենա, ըստ իրա ինքը պետք է անպայման իր ներկայությունը ունենա ազգային ժողովում, եւ ըստ էության դուք նկատեցիք այդ պայքարը ով իմպիչմենտ կանի, ով կպաշտպանի, նախորդ ամիսներին հիշում եք ինչ էր կատարում, ով առաջինը, ես եմ առաջինը, դու չպաշտպանես, չէ, ես եմ, դու քո տեխնացուն, իմ տեխնացուն, գիտեք, այդ ամբողջ բան, սկսել լրիվ նախընտրական է, լրիվ, պատրաստվում են ով է ընդդիմություն, դաշտը վերցրել են ով էր փող ունի,
Եվ պատահական չէ, որ այս ֆոնին լրատվամիջոցները այսօր դիմել են նաև օլիգարխներից մեկին, պարոն Գագիկ Ծառուկյանին, հարցով, այո, ես հիմա բառացի մի քանի բան կկարդամ, նրան հարցրել են, արդյոք ինքը մասնակցելու է ազգային ժողովի գալիք ընտրություններին, ինքը ասում է, որ տարբեր մասնագետների հետ հիմա քննարկումներ է ունենում, դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց ասել է, որ այսօր Հայաստանում չկա մի մարդ կամ կուսակցություն, որը մեր երկրին այս վիճակից կհանի։ Մի ժամանակ ինքը սովորաբար ասում էր ես եմ այդ մարդը, ինչ համեստություն, այո, ավելին ասեմ, նաև ասել է, որ Հայաստանը մի մեծ ընտանիք է իր համար, եթե ընտանիքում չկարողանան միմյանց լսել, միասնական աշխատել, ապրել, որ ոչինչ արդյունավետ չի լինի, պետք է ոչ թե նստել, բամբասել, ցեղ շպրտել իրար վրա, այլ ուղղակի յուրաքանչյուրը պիտի ասի ինչ է ուզում անել, ինչ առաջարկ ունի։ Խաղաղություն, համերաշխություն։ Ես գիտեք ինչ եմ հիշում, մենք Արուսյակի հետ ապրել ենք Հայաստանում, մեր այսպես կյանքի մի մեծ հատված, եւ ես օրինակ հիշում Գագիկ Ծառուկյանի ուրեմն թիկնապահների մասին լեգենդները, հա, չգիտեմ, տարբեր դեպքեր, այսպես տխուր ելքերով եւ այլն, հիշում եք, որ մամուլի գրառումները եւ այլն, վախենում էին մարդիկ Գագիկ Ծառուկյանի անունը տային։ 15 թվականից հետո հիշում եք, երբ որ Սերժ Սարգսյանի դեմ դուրս եկավ մի պահ այդ Ռուսաստանի բանը, մի քիչ այդտեղից հետո այսպես մեղմացավ, բայց մինչև այդ ուրեմն էլ մարտի 1-ի գործը իդեպ ասեմ ձեզ, հենց այդ փողերի մասին է ես խոսում։ Գիտեք, իր տղայի հետ կապված քրեական գործ է հարուցված եւ չգիտեմ որտեղ է, Բելարուսի պալատում է Լուկաշենկո եւ այլն։ Գագիկ Ծառուկյանի ակտիվացումը հիմա այդ առումով ինքը փորձում է զգուշ լինել, որքան ես եմ հասկանում։ Բայց Գագիկ Ծառուկյանը բիզնեսներ ունի Բելարուսում, ենթադրում եմ նաև Ռուսաստանը, որտեղ այդ կապերը ռուսներին այդ պաշտպանելը, այդքան այդ մղումը երևի գուցե դրա հետ է կապված, բայց Բելարուսում գիտենք, կոնյակի գործարանն է, հետո գիտեք այդ հայ-բելարուսական տունը բերեց եւ այլն։ Բելարուսի հետ բազմաթիվ Լուկաշենկոյի հետ փայլուն հարաբերություններ ունի։ Այո, եւ այս մարդը, երբ որ մտնում է քաղաքականության մեջ, այսպիսի մարդիկ, ընդհանրապես այս տեսակը, որը ասենք բիզնեսներ ունի կոնկրետ պետության հետ, ընդ որում ավտորիտար դիկտատորների հետ պետության հետ, այո, ուրեմն այդ մարդիկ պարզա, որ իրենք մտան քաղաքականության մեջ, իրենք ազգային անվտանգության սպառնալիք են դառնալու։ Կոնկրետ, որովհետև ակնհայտ է, չէ, ինքը այդ բառացումը պետք է խորհրդակցեն, հետաքրքիր է ում հետ է խորհրդակցելու, Լուկաշենկոյի, թե Պուտինի հետ, այսինքն ինձ շատ հետաքրքիր է օրինակ, հա։ Այսինքն այս մենք միշտ գիտենք, որ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է պրոռուսական, այն էլ այս վիճակում Ռուսաստանի, եւ ուրա, այսինքն տեսեք, այդ նույն բանը ինչ որ ես ասում էի, հայ-ամերիկյան պայմանագիրը կարող են տապալել հենց հայերը եւ Ալիևը պատահական չէր ասում, որովհետեւ տեսեք ինչ փողեր է ակտիվանում, այն ինչ որ ես զգուշացնում էի։ Եվ ես շատ լուրջ մտահոգություններ ունեմ այս ընտրությունների հետ կապված, որովհետեւ տեսեք Ծառուկյանը կարող է հասկանա հենց վերջի պահին, որ ԿՊ-ի դիրքերը այսպես թուլանում են կամ Սերժ Սարգսյանի դիրքերը թուլանում են, պատիվ ունեմ այդ միասին։ Ու ինքը կարող է միանգամից կպնի Սամվել Կարապետյանին, օրինակ, նայած ինչ կձևավորի, եթե իրակը թույլ տան Սամվել Կարապետյանին, ես կոչեմ ընդհանրապես այդպես կուսակցություն թույլ չտալ գրանցվելու այս պահի դրությամբ։ Բայց հուսանք, որ Հայաստանի ժողովուրդը իրականում գոնե այնքան արդեն հասուն է։ Հույսները մի դրեք ժողովրդի վրա, պետք է աշխատել, պետք է արդյունք տալ, պետք է գործերով ապացուցել եւ պետք է ուղղությունով իզմերը վերականգնել եւ հստակ ժողովրդին բացատրել աշխատանք եւ աշխատանք։ Հույսներս դրեցինք ժողովրդի վրա, մենք չենք կարող պահանջել բոլորից լինել, պետք է բացատրել, մարդիկ կան ասում են, ես չգիտեմ։ Ես մի հատ ասեք, որ դա ինչ եք ասում, չէ, մարդիկ տենց են սովորաբար, պետք է ասել։ Հիմա նրանք են ակտիվ ասում։ Նրանք ասում են, երևի ճիշտ են ասում։ Դե հուսամ Հայաստանում էլ մեր հեռուստադիտողները նաև պարոն Չիբուխչյանի վերլուծությունների արդյունքում համապատասխան եզրահանգումների կգան գոնե այս պարագայում հաստատ։ Այո։ Եթե ինչ-որ բան ես չէ, ուղղակի այդ է ուզում ասել, որ մենք չգիտենք, հետաքրքիր է օրինակ իմանալ, որտեղ կան, այսպես ասեմ, բամբասանքների մասին խոսակցություններ կամ լուրեր, այսպես ասենք, որ նույն Գագիկ Ծառուկյանի որդին Բելարուսում է, այդ դեպքում ընդհանրապես կստացվի, որ Ծառուկյանը կախվածության մեջ է Պուտինից եւ Լուկաշենկոից։ Այստեղ շատ վտանգավոր է այսպիսի մարդկանց թողնել քաղաքականություն, այսպես նշանակում է կարապատանդել լինի այդ օրինակ են բերում, կարակ չէ, հիպոթետիկ կարա, չէ, այդպիսի վտանգ լինի, լրջագույն վտանգ լինի։ Դեռ նկատի ունենանք այս հանգամանքները օլիգարխների պարագային հայաստանյան։ Այսինքն նորից հին ռեժիմը ակտիվանում է էլի։ Ցավոք սրտի, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ցտեսություն հարգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։